Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Միացյալ Նահանգների վերջին հարվածներից հետո Իրանը պատասխան գործողություններ է իրականացրել, թիրախավորելով Բահրեյնում գտնվող ամերիկյան Շեյխ Իսա ռազմաբազան։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխանցմամբ վնասվել են էլեկտրամատակարարման, նավիգացիոն, նաև վարչական և օժանդակ ենթակառուցվածքներ։ Իրանը սա ներկայացնում է որպես Միացյալ Նահանգների հասցրած հարվածների պատասխան։ Ավելի վաղ Ամերիկան հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների, հրամանատարական կենտրոնների, հրթիռային և անօդաչու սպառազինության, ինչպես նաև ափամերձ ռազմական ենթակառուցվածքների։ Իրանը Միացյալ Նահանգներին և Իսրայելին մեղադրում է միջազգային իրավական համակարգը թուլացնելու համար։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ հենց Վաշինգտոնն ու Թել Ավիվն են ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված միջազգային կարգի քայքայման գլխավոր պատճառները։ Նա հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի վերջին հայտարարությունները, որոնցում նշվում էր, որ միջազգային իրավունքի նկատմամբ անտեսումը, անպատժելիությունը և ռազմական լուծումների ընտրությունը խորացնում են հակամարտությունները, հատկապես Մերձավոր Արևելքում։ Միևնույն ժամանակ շարունակվում են իրավիճակը բանակցությունների միջոցով կարգավորելու փորձերը։ Պակիստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև քննարկումների առանցքում ինչպես Հորմուզի նեղուցում վիճակի կայունացումն է, այնպես էլ ընդհանուր լարվածության նվազեցումը։ Իսրայելը չի ընդունել Գազայի վերաբերյալ ներկայացված 15 կետանոց կարգավորման ծրագիրը։ Վարչապետ Նեթանյահուի գրասենյակի փոխանցմամբ Թել Ավիվն իր առարկությունները փոխանցել է Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Թոնի Բլերին։ Իսրայելը շարունակում է պնդել, որ ցանկացած համաձայնության նախապայմանը Համասի լիակատար զինաթափումն ու Գազայի ամբողջական ապառազմականացումն է։ Մինչ այդ իսրայելական զորքերը չեն լքի այսպես կոչված դեղին գիծը։ Իսրայելի ղեկավարությունը համոզված է, որ տարածաշրջանում խաղաղության գլխավոր նախապայմանը Իրանի ազդեցության սահմանափակումն է։ Իսրայելի վարչապետն է հայտարարել, որ եթե հաջողվի նվազեցնել Իրանից եկող սպառնալիքը, հնարավոր կլինի կնքել նոր խաղաղության համաձայնագիր։ Տարածաշրջանային զարգացումներին անդրադարձել է նաև Թուրքիան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Լիբանանի հարավային շրջանների վերականգնմանն աջակցելու մասին։ Անկարան պատրաստ է մասնակցել Լիբանանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և շարունակելու է աջակցել նաև երկրի զինված ուժերին։ Չեն դադարում ռազմական գործողությունները ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսաստանը հայտարարել է, որ Օդեսայի մարզում հարվածներ է հասցրել ռազմական բեռներ տեղափոխող նավերին և վառելիքային ենթակառուցվածքներին։ Թիրախում եղել է ռազմական նշանակության բեռներով 4 նավ, նաև վառելիքի մատակարարման հանգույց։ Պատերազմի ֆոնին Ռուսաստանը շարունակում է նաև ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված տնտեսական քայլերը։ Ռուսաստանի կառավարությունը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է բենզինի և մի շարք նավթամթերքների արտահանման արգելքը։ Իշխանության պարզաբանմամբ որոշման նպատակն է պահպանել ներքին շուկայում վառելիքի կայուն մատակարարումն ու կանխել գների աճը։ Իսկ Միացյալ Նահանգներում արդեն մեկնարկել են հաջորդ քաղաքական պայքարի նախապատրաստությունները։ Իլոն Մասկը պատրաստվում է նորից ակտիվորեն ֆինանսավորել հանրապետական կուսակցությանը։ Axios-ի տեղեկություններով գործարարը վերագործարկում է իր քաղաքական հիմնադրամը, որը միջոցներ կուղղի թվային քարոզարշավներին, փոստային գովազդին և ընտրողների մոբիլիզացմանը կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններից առաջ։ Անի Աբաղյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։